Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք հուզական և մասնագիտական այրման երևույթին։ Վստահ եմ շատերի այդ երևույթները ծանոթ են, բայց միգուցե դուք դրանց անվանումը չեք իմացել։ Այսօր հնարավորինս մանրամասն կփորձենք ձեզ պատմել այդ երևույթների մասին և փորձել օգնել հաղթահարել դրանք։ Եվ այսպես, ինչ է իրենից ներկայացնում այրումը։ Հոգեբանական, ֆիզիկական և հուզական հյուծվածություն։ Այսինքն, հատկապես երկարատև ստրեսային իրավիճակներից հետո մենք ունենում ենք մեր ինքնազգացողության կտրուկ վատթարացում, եւ այդ վատթարացումը չի վերաբերում միայն մեր ֆիզիկական վիճակին, դա վերաբերում է նաեւ մեր հոգեբանական վիճակին։ Օրինակ, ժամանակ առ ժամանակ դուք կարող եք նկատել, որ ունեք ախորժակի, քնի ռեժիմի խախտում, ախորժակը իսպառ բացակայում է կամ ճիշտ հակառակը շատ եք ունենում ուտելու անդադար չգիտակցված ուտելու ցանկություն։ Սովորաբար մեծամասամբ դեպքերում ախորժակի կորուստ է նկատվում, բայց կախված մարդու առանձնահատկությունից նա ունենում է նաև անընդհատ ուտելու ցանկություն։ Բացի այդ, կարող եք արթնանալ գիշերվա մի որևէ ժամի, ունենաք արագ սրտխփոց եւ այլ ախտանշաններ։ Եթե դուք արդեն դիմել եք բժշկի օգնության, հանձնել եք որոշակի անալիզներ եւ ֆիզիկական խնդիրները բացառվել են, ուրեմն պետք է աշխատել ձեր հոգեբանական վիճակի հետ։ Առաջնահերթ խոսենք հուզական այրման մասին։ Երբ մեր կյանքում լինում է դժբախտ ինչ-որ իրադարձություն կամ որևէ խնդիր, որը մեզ այդ պահին թվում է անլուծելի, մեր նյարդային համակարգը մշտապես լարվածության պատճառով սկսում է գործել ոչ ճիշտ, այսպես ասած, ոչ ճիշտ համակարգով։ Այսինքն դուք կարող եք լինել շատ դյուրագրգիռ, այն փոքրիկ մանրուքները, որոնց վրա նախկինում այսպես ասած, աչք եք փակում, այժմ շատ ուժեղ լարվածություն են առաջացնում ձեզ մոտ։ Կամ մեկ այլ երևույթ, դուք դառնում եք անտարբեր շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ։ Պատկերացրեք, դուք ունեք սիրելի ծես, օրինակ առավոտյան ձեր ընկերուհու հետ մեկ բաժակ սուրճ խմելը կամ ցանկացած այլ ծես, բայց մի որոշ ժամանակ հետո այդ ծեսն այլևս ձեզ ուրախություն չի պատճառում, դուք անգամ անկողնուց վեր կենալ եք դժվարանում։ Կարող է նախորդ գիշեր շատ լավ քնած լինեք, թվում է թե քնից հագեցած լինեք, բայց առավոտյան ձեր աչքերը բացեք եւ հասկանաք, որ ձեր մարմինը կարծես այսպես ասած կոտրված լինի, չունեք ուժ, չունեք էներգիա որևէ բան անելու համար։ Իսկ այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ դուք ունեք մոտիվացիայի պակաս։ Եթե նախկինում ունեցել եք որևէ նպատակ, հանուն որի երկար ջանքեր եք գործադրել, երկար տարբեր բարդ իրավիճակների միջով եք անցել եւ դա ի վերջո իրականություն չի դարձել, կարող եք ունենալ ժամանակավոր ուժերի անկում։ Ու շատ կարևոր է, որ տվյալ ժամանակահատվածում դուք ձեզ շրջապատեք ձեզ սատարող մարդկանցով։ Չէ՞ որ անգամ մեկ բարի խոսքը կարող է անմիջապես ձեր տրամադրությունը փոխել եւ ձեր սեփական ուժերի հանդեպ հավատը վերականգնել։ Բացի այդ, եթե հասկանում եք, որ այնուամենայնիվ չեք կարողանում ինքնուրույն լուծում գտնել տվյալ իրավիճակից, ձեզ միշտ կարող են օգնել մասնագետները։ Ժամանակին դիմելով մասնագիտական աջակցության, դուք կարող եք խուսափել հետագա բարդություններից։ Եվ մի կարծեք, թե նման իրավիճակում կարող են հայտնվել միայն մեծահասակները։ Երեխաների համար եւս ժամանակ առ ժամանակ պետք է աջակցության որևէ տարբերակ ընտրել։ Եթե դուք որպես ծնող կարող եք իրեն օգնել, որպեսզի հաղթահարի կյանքի դժվարությունները ու հատկապես դեռահասության տարիքում է այդ ամենը ավելի գորշ գույներ ստանում, ապա դուք կկարողանաք ինքնուրույն լուծել այդ հարցը, բայց եթե հասկանում եք, որ ձեր ասած ցանկացած բառ երեխայի կողմից ընկալվում է բացասական լույսի ներքո կամ այնուամենայնիվ չեք կարողանում գալ ընդհանուր հայտարարի, ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ կօգնի մասնագետը։ Բացի այն, որ երեխան կկարողանա հասկանալ, թե ինչ է իր հետ կատարվում, ինչպես կարող է հաղթահարել ստրեսային իրավիճակը, մասնագետը կօգնի նաև, որպեսզի ծնող-երեխա հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեն եւ հաջորդ անգամները, երբ դուք հանդիպեք դժվարությունների, դրանք ավելի հեշտ կարողանաք հաղթահարել։
Անդրադառնանք հաջորդ տեսակին՝ մասնագիտական այրում։ Պատկերացրեք, որ դուք երկար ժամանակ աշխատում եք մի աշխատավայրում, որտեղ մշտապես ունեք բազմաթիվ գործունեության տարբերակներ, որոնք պետք է ժամանակին անել, դուք էլ պարտաճանաչ եք, ունեք պերֆեկցիոնիզմ, իսկ պերֆեկցիոնիզմին մենք կանդրադառնանք մեր հաջորդ հաղորդումների ընթացքում։ Եվ հենց այդ պարտաճանաչության, գերպարտաճանաչության պատճառով դուք մշտապես լարվածության մեջ եք։ Ու նաև լինում են դեպքեր, երբ դուք կարող եք անգամ ուրիշների գործողություններն անել ինքներդ, չսպասել, որ հաջորդ աշխատակիցը կանի այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, եւ իր փոխարեն դուք այդ ամբողջը անեք մենակով եւ ինքնուրույն։ Բացի այդ, դուք երկար ժամանակ չեք գնացել հանգստի, չեք ունեցել արձակուրդ եւ այդ ամենը բնականաբար բացասական է անդրադառնում ձեր ինքնազգացողության վրա։ Դուք սպասում եք, որ ձեր արած կարևոր գործերի ի պատասխան դուք արժանանալու եք խրախուսանքի, բարի խոսքերի, ձեզ գովելու են, շնորհակալություն են հայտնելու եւ այլն, բայց եթե այդ ամենը չի արդարանում, դուք ունենում եք ուժերի անկում, այսպես ասած մոտիվացիայի պակաս եւ հաջորդ անգամները դժվարությամբ կամ դժկամությամբ եք անում որևէ հանձնարարություն։ Երբ զգում եք, որ մասնագիտական այրման գործընթաց է սկսվել ձեզ մոտ, դուք կարող եք նկատել նաև, որ նախկինում այն հանձնարարությունները, որոնք ձեզ տրվում էին եւ դուք պատրաստական մեծ ուրախությամբ կատարում էիք, ձեզ համար կարող են արդեն թվալ անիմաստ, անհետաքրքիր։ Դա նաև տեղի է ունենում այն պատճառով, որ դուք արդեն մասնագիտական առումով կարող եք լճացած լինել։ Այսինքն չեք գնացել նոր վերապատրաստման դասընթացների, նոր որևէ մասնագիտական գիտելիքներ չեք ստացել եւ այդ պատճառով ամեն ինչ դարձել է ձեզ համար միապաղաղ։ Եվ այսպես, ամփոփելով այսօրվա մեր ասածը, ամբողջ ինֆորմացիան փորձենք ներկայացնել մի քանի կարևոր կետեր, որոնց պահպանումը ձեզ կօգնի եւ հուզական եւ մասնագիտական այրման դեպքում։ Առաջին կետը շատ կարևոր է, որպեսզի դուք ժամանակին հանգստանաք, վերցնեք դադարներ։ Եթե ձեզ տրված են ծավալուն առաջադրանքներ, դուք այդ ծավալուն առաջադրանքները կարող եք բաժանել փոքրիկ մասերի եւ անել աստիճանաբար վերցնելով դադարներ։ Շատ կարևոր է նաեւ արձակուրդը, որովհետեւ արձակուրդի ընթացքում դուք կկարողանաք վերականգնել ձեր ուժերը եւ հետո արդեն էներգիայով լի վերադառնալ բնականon աշխատանքին։ Բացի այդ, պետք է հետևողական լինեք նաև քնի ռեժիմին։ Մենք դա բազմիցս նշում ենք հարգելի հեռուստադիտող, որովհետև առողջ քունը նախադրյալ է նրա, որ ձեր միտքը առողջ գործի եւ նաև հոգեբանական առումով լինեք ավելի հանգիստ։ Իսկ առողջ քնի համար կարևոր նախապայման է նաև մաքուր օդին զբոսանքը, ֆիզիկական ակտիվությունը։ Բնականաբար հասկանալի է, որ լարված, բարդ աշխատանքային օրվանից հետո միշտ չեն բավականացնում ուժերը, որպեսզի դուք զբաղվեք սպորտով, բայց փոքրիկ թեթև զբոսանքը քնելուց առաջ կարծում ենք այդքան էլ բարդ չէ։ Իսկ եթե մասնագիտական այրման ընթացքում դուք նկատել եք, որ ձեր դյուրագրգռության պատճառով վատացել են ձեր հարաբերությունները ձեր գործընկերների հետ, դուք կարող եք որևէ հետաքրքիր զրույցի թեմայի միջոցով փորձել վերականգնել այդ հարաբերությունները եւ հասկանալ, որ ի վերջո դուք համախոհներ եք, այլ ոչ թե հակառակորդներ, անկախ նրանից կա մրցակցություն աշխատանքի մեջ, թե ոչ։ Բացի այդ, հարգելի հեռուստադիտող, շատ կարևոր է, որպեսզի երբ դուք ստանձնում եք որևէ պատասխանատվություն, ինքներդ ձեր հանդեպ չգտնվեք շատ դաժան, որովհետև մեզնից շատերի մոտ կա, այսպես ասած, գերազանցիկի համախտանիշը, երբ մենք ձգտում ենք ամեն ինչ անել կատարյալ, անել անսխալ, իսկ դա բնականաբար չի հաջողվի, որովհետև բոլորս էլ մարդ ենք եւ ժամանակ առ ժամանակ բոլորիս էլ բնորոշ է սխալվելը։ Այստեղ կարևոր է հիշել, որ ցանկացած դեպքում սխալները կարելի է ուղղել եւ յուրաքանչյուր սխալ հետագայի համար շատ կարեւոր ու մեծ փորձ է մեզ համար։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում ձեզ մի հետաքրքիր առակ պատմություն կներկայացնենք երկու փայտահատի եւ կացնի մասին, որը շատ պատկերավոր ձևով կներկայացնի ձեզ, թե որքան կարեւոր է ժամանակին դադար առնել եւ հանգստանալ։ Եվ այսպես երկու փայտահատ որոշում են մրցել, թե իրենցից ով ողջ օրվա ընթացքում ավելի շատ ծառ կկտրի։
Առաջին փայտահատը առանց դադարի ողջ օրվա ընթացքում կտրում է ծառերը եւ ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է երկրորդ փայտահատը յուրաքանչյուր ժամը 1-20 րոպե դադար վերցնում։ Այդ ընթացքում առաջին փայտահատը չարախնդում է, քանի որ այն ընթացքում, երբ երկրորդ փայտահատը դադար էր վերցնում, նա շարունակում էր կտրել ծառերը եւ գերվստահ էր, որ հաստատ իր կտրած ծառերի թիվը ավելի շատ է լինելու։ Բայց պատկերացրեք առաջի փայտահատի զարմանքը, երբ վերջում հաշվեցին ու պարզվեց, որ ճիշտ հակառակն է տեղի ունեցել, երկրորդ փայտահատի ծառերը մի քանի անգամ ավելին էին։ Նա զարմացած հարցրեց, թե ինչու՞մն է գաղտնիքը, չէ՞ որ ողջ օրը տրամադրել է ծառերը կտրելուն առանց դադարի։ Եվ երկրորդ փայտահատը ճպտալով ասեց, որ գաղտնիքը հենց դրանում է։ Մինչդեռ առաջին փայտահատն ինքնամոռաց կտրում էր ծառերն առանց հանգստի, այդ ընթացքում երկրորդը սրում էր կացինը, մի փոքր շունչ էր քաշում եւ շարունակում էր աշխատել։ Իսկ ինչպես արդեն գիտեք, սրած կացնով ծառերն ավելի հեշտ էին կտրվում։ Ահա ձեզ մի փոքրիկ օրինակ նրա, թե որքան կարևոր է ժամանակին դադար առնել, հավաքել ուժերը եւ նոր թափով շարունակել աշխատանքը։ Հուսով ենք այսօրվա մեր հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ։ Իսկ ձեզ անհանգստացնող հարցերը, կարծիքները դուք կարող եք գրել YouTube-յան մեր ալիքի ծնողի կողքին հաղորդաշարի հատվածում։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։